Թե ինչ դիտեցին գովազդ, վերադարձանք եւ մեր տաղավարում այսօրվա առաջին հյուրը ցանկացած դեպքն իր հետքն է թողում նրա հոգում։ Երբ խոսքը փոքրիկների մասին է, առավել եւս վերջին ամսվա ընթացքում լրատվամիջոցները շատ պատմեցին այն մարդու մասին, ով Փամբակ գետից դուրս էր բերել երկու քույրիկների մարմինները։ Բայց ջրասուզակ Վահե Մելքոնյանը ոչ իրեն հերոս է համարում, ոչ սպասում է, որ իրեն այդպիսին կոչեն։ Նա փրկարար է իր առաքելությամբ եւ վերջապես լարված ու զբաղված օրերից հետո Վահե Մելքոնյանը կարողացել է հասնել նաեւ մեր տաղավար։ Բարի առավոտ։ Բարի լույս, ես անկեղծ այնքան էի հուզվել ձեր հարցազրույցներից, ես շատ էմպատ մարդ եմ ու հասկացա, որ դուք էլ ինչ-որ առումով էմպատ եք, որովհետև շատ սենց հուզված էին նաև հարցազրույցները, ոնց է այդ ամեն ինչը հոգեբանորեն լինում, ոնց եք ձեզ հոգեբանորեն պատրաստում, չգիտեմ, ամեն դեպքում ձեր վրա էլ վստահաբար ազդեցություն կունենան այդ դեպքերը։ Հոգեբանորեն շատ սառնասիրտ եմ, ճիշտն ասած, շատ ամուր, 22 տարի այդ աշխատանքի մեջ եմ, շատ բարդ, դժվար աշխատանքներ ել է ուզիչ, բայց միշտ եղել եմ նույն սառնասիրտ, աշխատանքի սառնասիրտ ձևով եմ մոտեցել, որ կարողանամ ճիշտ աշխատել ու աշխատանքից մեջ հաջողություն ունենալ, բայց երբ որ խոսքը վերաբերվում է փոքրիկներին, չես կարա, սառցահալվում է, չես կարում ուղղակի, մարդկային կյանքերի հետ է կապված, չես կարա միշտ նույն ձև սառնասիրտ լինել։ Վահե, մենք ձեզ անսահման նախ շնորհակալ ենք ձեր արած աշխատանքի համար, ձեր անձնանվեր աշխատանքի համար, նշեցիք, որ 22 տարի է զբաղվում եք այս մասնագիտությամբ, ոնց որոշեցիք զբաղվել այս մասնագիտությամբ, երբ հասկացաք, որ դա ձեր կոչումն է։ Փոքր ժամանակից եմ ես հասկացել, շատ եմ սիրել, միշտ սիրել եմ ջրասուզակի այդ աշխատանքը, դեռ եմ փոքր ժամանակ չէի հասկանում այդ աշխատանքի ինքը իրանից ինչա, բայց այդ ջրի մեջ մեծանում էի ու միշտ ձգտում էի ներքև, այն ինչը անհասանելի էր, փորձում էի տեսնեմ, լճի վրա, լճի ափերը գիտենք ինչ էր, բայց հետաքրքիր էր նաև տակը, շունչը պահելով էինք հիշնում, դե փոքր երեխեք էինք, հետո սկսեցինք նաշեն գործիքներով, ու հետո նենց ստացվեց, որ այինում կանչեցին ինձ աշխատելու, գնացի այնտեղ, ու մինչև այսօր աշխատում եմ արդեն 22 տարի ալնում։ Իմ կյանքս ես չեմ պատկերացնում առանց դրա, առանց իմ բնության, լճի չեմ պատկերացնում առանց ջրի։ Մարդկանց փրկելու կարևոր առաքելության մասին խոսեցինք, տեսանք այդ ամեն ինչը, թե որքան սրտացավորեն էիք դուք կատարում ձեր աշխատանքը, բացի սա, զուգահեռ, էլ ինչ հետաքրքիր բաներով եք զբաղվում, բացի մարդկային կյանքեր փրկելը։ Զբաղվում ենք շատ, անում եմ ջրի տակի շինարարական աշխատանքներ, տեխնիկական աշխատանքներ, գիտնականների հետ եմ շատ աշխատում, թե մեր Հայաստանի, թե արտերկրից եկած գիտնականների հետ, օրինակ այս տարի իտալացի գիտնականների հետ եմ աշխատելու, հնագետների, երկրաբանների հետ օգոստոսին ենք ունենալու աշխատանք, անցած տարի եմ աշխատել, գրեթե 16 տարի արդեն ելնում, որ գիտնականների հետ եմ աշխատում։ Սևանի տակ, այսինքն հնագիտական ինչ-որ բաներ կա, որոնց… Տարբեր ոլորտի, ունենում ենք շատ հետաքրքիր արդյունքներ, ես որպես կոպիտ ասած գիտնականների գործիք եմ դառնում այդ ժամանակ, ջրի տակից իրանց պետք եկած սաղ ինֆորմացիան անում եմ դուրս։ Մենք գիտենք, որ նույնիսկ մեր եթերից հետո այսօր դուք գնալու եք եւ սուզվելու եք եւ շարունակելու եք աշխատել ձեր աշխատանքով։ Եկեք հասկանանք միշտ ունեմ։ Ինչքան, այդ որ ասում եք միշտ, հաճախ եք սուզվում։ Երեք էլ էի սուզվել։ Ավելի շատ օրվա ընթացքում ջրի տակ։ Եղել է, որ աշխատանք եմ արել, իմ գործընկերներից մեկն ասում, Վահեն, այսօր ոնց որ ջրի տակ ավելի շատ ապրես, քան դուրսը։ Գործից բերում եմ, նենց է, անում եմ այնպիսի բարդ աշխատանքներ, որ երկրորդի չկա անողը, դրա համար էլ ծանրաբեռնված միշտ թեմայի մեջ է։ Այ խոսեցիք բարդությունից, Վահե, որն է ձեր աշխատանքի ամենաբարդ կետը, ֆիզիկականը, թե հոգեբանականը ավելի շատ։
երևի երկուսն էլ։ Պիտի ունենաս լուրջ պատրաստվածություն, փորձ ու գիտելիք։ Այդ շատ կարևոր է գիտելիքը, որովհետև կարող ենք մահացու վտանգավոր լինի։ Իմ ասածս չի վերաբերվում դայվինգին, որը որ սիրողական հաճույքի համար է, նրանից մարդ մենակ հաճույք է ստանում, իսկ commercial diving ենք ասում, водолазные работы, դրանք արդեն ինքը ջրի տակ լրիվ ուրիշ բան է, էլի, մեկը մյուսի հետ կապ չունեն։ Դեն կարա ցանկացած մարդ գա, դայվինգով զբաղվի հետներս, սուզվի, Սևանա լճից հաճույք ստանա, իսկ ջրասուզական աշխատանք հենի արդեն լրիվ ուրիշ բան է։ Ինք շատ բարդ ու վտանգավոր, սխալներ չպիտի թույլ տաս, կարա առողջություն կամ կյանք արժենալ։ Այ խոսեցինք բարդության մասին աշխատանքի, ու մի քիչ խոսենք հետաքրքրության մասին։ Ինչ հետաքրքիր բաներ եք օրինակ Սևանի թաքնված հատվածներում տեսել, որոնք ձեզ են զարմացրել, որոնք եղել են բացահայտում, եւ օրինակ մեր համար դրանք, չգիտեմ, շատ զարմանալի եւ գուցե անսպասելի լինեն։ Էդի շատ եմ ասել, նավակ եմ գտել 1800-ականների խորտակված, ինքը փայտես չկրկնվող բան է։ Ցավոք հետն էլ կար խեղդված մարդ, տվեցինք իմ հարգարժան ընկերս տվեց Գերմանիայում ածխածնային անալիզ էին արել, 25-ից 27 տարեկան էր եղել ձկնորսը, հետո գտակ համարը, որի վրա կար գրվածք Գրիգոր 1863 գթ, սենց ինչ-որ բաներ, դեռ գիտնականներ չեն աշխատել դրա վրա, կլինի որ կտամ կաշխատեն։ Կան շատ հետաքրքիր բաներ, կա կենդանիների ոսկորների մնացորդներ եմ գտնում, կավե ամաններ եմ գտնում, ասենք տենց երկաթե հին դետալներ եմ գտնում, ու ամեն մեկը փորձում եմ ներկայացնել համապատասխան գիտնականներին։ Կան օրինակ ոսկորների տեսակներ, որ գիտնականներին շատ է հետաքրքրում, չկրկնվող բաներ է իրենք։ Քանի տարի է, որ սուզվում եք եւ հետաքրքիր է ամեն անգամ սուզվելուց զգում եք ինչ էկոփոփոխության է ենթարկվում Սևանա լիճը, որովհետեւ մենք բարբերաբար խոսում ենք դրա մասին, այսինքն արտաքին հատվածի մասին ենք խոսում, ասում ենք այս անգամ կանաչել է, հաջորդ տարի մի քիչ ավելի մաքուր է, խեցգետինն է ավելացել, այսինքն մենք արտաքին ինչ որ փոփոխություններ տեսնում ենք, բայց երբ որ դուք սուզվում եք, ներսից նկատում եք այդ ամեն ինչը։ Ներսից իմ նկատելը մենակ լնում է, որ ջրի տեսանելիությունն է փոխվում, են մնացածը մեր հարգարժան գիտնականներ այդ սաղ տվյալներն այնքան են ունենում, որ իրանք կարում են արարությանը ցույց տան, բայց իմ համար այդ տեսանելիությունը ինքը ավելի պարզ ալնում, ավելի պղտոր ալնում, մեկը լնում է ժամանակ առ ժամանակ, օրինակ խեցգետինը քչացավ, կողակը, չգիտեմ, քչացավ, կան ձկնատեսակներ, որ տենում եմ, ասենք 2008 թվին, 5 թվին ուրիշ քանակով էր, հիմա вообще ուրիշ, ընդհանրապես ուրիշ փոխված է։ Այն խեցգետինները, որ իշնում էր այդքան տես դիմավորում էին ինձ, հիմա էլ չկան դիմավորողներ։ Ինչ տխուր է հնչում, կարծես թե չէ, վստահաբար տխուր է նշում։ Վահե, շատ լավ, հասկացանք, թե ինչպես է անցնում ձեր աշխատանքային առօրյան, իսկ երբ վերադառնում եք տուն, ինչ է կատարվում այդ պահին, ինչպես է անցնում ձեր կենցաղը եւ արդյոք տանը դուք կարողանում եք ամբողջությամբ կտրվել աշխատանքից, թե միևնույնն է սպասում եք թե օրը բացվելու, նորից գնաք աշխատանքի եւ նորից ուզվեք։ Այդ շատ հետաքրքիր հարց է, օրինակ, երբ որ ես գնում եմ սուզվելու, կարա իմ սուզումը ստեվի օրինակի համար 10 րոպեից մինչև 2-3 ժամ, 4 ժամ նայած ինչ բարդության աշխատանք է, բայց ես ամբողջ օրը զբաղված եմ դրանով, հետ գնացի տուն իմ հանդերձանքներ, եթե վնասված տեղեր կա, հիդրոկոստյումներին նորոգում եմ, գործիքներս միշտ իրանք խնամքի կարիք են զգում, միշտ պիտի խնամեմ, մաքրել, չորացնել, վերանորոգել, օդաբալոններ եմ լցնում, ամբողջ օրը ես զբաղված եմ ալում, ազատ ժամանակ չի լինում։ Բաց Սևանը, ուրիշ գուցե, չգիտեմ, այլ ծով, այլ լիճ, այլ օվկիանոս, կան այդպիսի ցանկություններ ու նպատակներ, որ անպայման ես ինչ-որ մի օր պետք է խաղաղ օվկիանոսում սուզվեմ։ Չեմ մտածել երբեք։ Միշտ մեր լճին եմ կարոտում,
Բայց փորձառություն ունեցել եք, թե դեռ չկա փորձառություն։ Վրաստանում է եղել, որ սուզվել եմ, Կիրգիզիայում սենց եղել եմ անր, բայց կոնկրետ որ գնամ գործի կամ տուրիզմ անելու չէ։ Իսկ այդ տեղերն էլ ինչ որ աշխատանքներ եմ գնացել, կոնկրետ հանձնարարությունով աշխատանքներ եմ արել, հետ եմ եկել։ Սևանը անընդհատ բացահայտելու, անընդհատ սուզվելու շատ մեծ բաց տեղեր կա, որ պիտի նայենք, պիտի ուսումնասիրենք, նորություններ լինի հայտնաբերենք, չգիտեմ։ Ամեն անգամ նույն տեղերը մտնելուց մեկ էլ մի հատ սյուրպրիզ անում լիճը քեզ։ Հա։ Ալիքա օրինակի համար եկել է, անընդհատ ալիք եկե, ավազը բացրել, այդ նույն տեղը է, ես անընդհատ սկել եմ, բայց մեկ էլ օպտեն մեզ մի հատ գանք։ Ինքը փոքր բան չէ, բայց դա ոնց որ լիճը սյուրպրիզ անում, ինձ միշտ նվեր է տալի։ Իսկ ճիշտ է որ Սևանում ավելի դժվար է սուզվելը, քան մեկ այլ ջրավազանում։ Հա, ինքը բարձր լեռնային լիճ է։ Սա խնդիրը հենց դրա մեջ է։ Ջրի հետ չի կապված, ինքը բարձր լեռնային է, խնդիրը այդտեղ է։ Ինքը քաղցրահամ ջուր է, ասենք, շատ կարևոր է այդ բարձր լեռնային լինելը։ Օրինակ նույն Արագածում սուզումներ ենք անում, այնտեղ էլ 3000 քանի մետր է քարի լիճը, այնտեղ էլ էլի ինքը խորությունը քիչ է, ասենք, չգիտեմ, լիճը տենց ես միշտ բարդ չի, բայց ինքը որ բարձր լեռնային է, արդեն բարդություն դրա մեջ է։ 20+ տարի այս ոլորտում եք, ինչ որ հետաքրքիր ու ձեզ տպավորած աշխատանքային փորձառություն կա, որը մինչ այսօր ամենան եք համարում ձեր գործունեության մեջ։ Ցանկացած գործուն իր հետաքրքրությունը, ցանկացած անձնարարություն, առաջադրանք ունի իր հետաքրքրությունը, իր բարդությունները տարբեր է, լրիվ տարբեր են։ Մեկը մյուսի նման չի։ Եթե գնաս նույն աշխատանքը անելու, նույն տեղը, նույն դետալների վրա աշխատելու, միևնույնն է, ունենալու ես մի սյուրպրիզ, ունենում ես մի հատ լրիվ ուրիշ աշխատանք, ուրիշ բարդություն։ Իսկ շրջակա միջավայրի աղտոտվածությունը արդեն մասնագիտական տեսանկյունից դուք նկատում եք, որովհետև փրկարարական աշխատանքներ կատարելիս կամ պարզապես ինչ որ տեղ գնալիս մենք նկատում ենք, թե որքան են աղտոտվել, օրինակ, գետեր, ինչքան են աղտոտվում լճերը։ Նկատելի է այնքան, որքան որ սովորական դրսի մարդիկ են տեսնում, կուզեի ավելի ուշադիր լինել մեր հանրությունը մի քիչ վերաբերվեին որպես իրանց տուն։ Համաձայն եմ։ Վահե, վերջին փրկարարական աշխատանքներից հետո եւ հատկապես վերջին աղմկահարույց դեպքերից հետո շատ մարդիկ ձեզ անվանում են եւ համարում են հերոս։ Ինչպես եք վերաբերվում այդ բառին եւ ով է ձեր համար հերոսը։ Իմ համար հերոսը այն տղերքն են, որ մնացին այնտեղ։ Ես հերոս չեմ։ Թամին իմ աշխատանքս եմ, անում խղճիս համար։ Հերոսի բան չի։ Պրոստը մարդ խղճով պիտի ապրի։ Մեկ չի դժվար է էլի։ Հա։ Բայց Շնորհակալություն։ ամեն դեպքում սոցցանցային հարթակում ձեզ սկսեցին ճանաչել, անգամ այսպես խմբեր էին ձևավորվել, որ կառավարությանը, որ պետությանը հորդորում էին, որ ձեզ պետք է ինչ-որ շքանշան տրամադրել, այսինքն հանրության որպես սոցցանցերում ակտիվ մարդ, դա հանրության գնահատականն է եղել նախ եւ առաջ, իսկ ես կարծում եմ, որ հանրության գնահատականը այդ ամենաշոշափելին է եւ ամենամեծ գնահատականն է, որ պարզապես օտար մարդիկ տեսնելով ձեր աշխատանքը այդ չափ մեծամասշտաբ գնահատական են տալիս։ Եթե խոսենք ձեր մասնագիտությունը փոխանցելուց, ցանկանայիք, որ ձեր երեխաները զբաղվեն այս աշխատանքով, թե նրանց մի քիչ հետ կպահեիք։ Ոչ թե մի քիչ ընդհանրապես չեմ թողել։ Իրոք։ Այո։ Իմ երեխաներս կարա լինեն սիրողական դայվեր ու պարտադիր լինելու են, որ այդ աճիկը վայել են ջրի տակի, բայց կոնկրետ ջրասուզական աշխատանք երբեք ես չեմ թողել։ Եթե մի փոքր մանրամասնենք, Ինքը ամբողջ աշխարհում համարվում ամենից բարդ աշխատանքներից մեկը, առաջիններից մեկն է ու ամենավտանգավորը։ Դրա համար ես այնինչ ճանապարհով ես անցել եմ ու անցնում եմ հիմա, ես երբեք չեմ թողել իմ երեխեքին։ Հետաքրքիր էր, բայց ինչ ցանկություններ կան, չկան։
Այնց աշխատանք, հա։ Սիրողական դայվինգով շատ են հետաքրքրում, զբաղվողներ շատ կան, բայց ինձ չէ։ Իսկ իմ երեխեքը շատ են սիրում լճում լողալ, ունեն իրանց հիդրոհագուստները, հիդրոկոստյումները փոքր ժամանակից, տարեկես 2 տարեկանից ունեն։ Միշտ զբաղվում են։ Այն նշեցիք, որ դուք չեք ուզում, որ նրանք զբաղվեն, բայց նրանք հետաքրքրվում են հենց կոնկրետ ձեր մասնագիտությամբ, թե միայն սուզվելով։ Ոչ, լող են սիրում ավելի շատ, դե տղա շատ փոքր է, որ սուզվի առանց բալոն շունչը պահելով ալը զբաղվում։ Դե կարան իրանք սիրողական կզբաղվեն, բայց ինձ պրոֆեսիոնալ երբեք չեմ թողի ես։ Ուղղակի չեմ թողի, այն ինչ ճանապարհով ես անցել եմ, ես չեմ թողի իմ երեխեքը անեն։ Շնորհակալություն, որ այս նույնպես շնորհակալություն։ նախ ձեր կատարած աշխատանքի համար եւ այն բանի համար, որ Սևանից այսօր եկել եք, գիտեմ, որ շատ դժվար ճանապարհ եք անցել մինչեւ հասնել։ Նույնիսկ ոտքով բավականին մեծ ճանապարհ։ Խցանումները առավոտյան։ Շնորհակալություն, որ այս առօրյա մեր տաղավարում էր ջրասուզակ Վահե Մելքոնյանը։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, լսենք երաժշտություն եւ շարունակենք մեր այսօրվա թողարկումը։